Ապրիլի 7-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատար Քեյթ Պոչապսկիին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու ապաքաղաքացիության կրճատմանն ուղղված միջոցառումները։ Վարդան Եղիազարյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց մարտի 4-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն անմիջականորեն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատմանը։ Հյուրերի կողմից դրական գնահատվեց այս օրենսդրական նախաձեռնությունը, որը նաև երկու կառույցների համատեղ աշխատանքի արդյունք էր։ Ամփոփելով հանդիպումը, կողմերը նախանշեցին հետագա համատեղ ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 32-ը։ Բացահայտվել է գողության 12, խարդախության 10, սպանության փորձի, կաշառակերության, անձի առևանգման, խուլիգանության եւ յուրացման մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 3 եւ խարդախության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Մարտի 30-ից ապրիլի 5-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 191 տրանսպորտային միջոց, որից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մեկ տրանսպորտային միջոցի խլացուցիչը վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 100-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 89 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Մայրաքաղաքին ու Բարաշեն փողոցի բնակիչ 1991 թվականին ծնված Արման Գրիգորյանը մարտի 26-ի լուսաբացը դիմավորեց ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Պատճառը գիշերը կատարած գողությունն էր, որն իրականացրել էր ընկերոջ հետ Մայրաքաղաքի Գագիկ Արծրունու փողոցի շենքերից մեկի մոտից։ Ժամը 3-ի սահմաններում գողացել էին բակերից մեկում կայանած Opel Astra մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, բարձել էին նույնպես Opel Astra-ն եւ փորձել էին աննկատ փախչել տարածքից, բայց ինչպես րոպեներ անց պարզվեց, տարածքում բարեկող ոստիկանների փորձառու աչքից երիտասարդները խույս տալ չկարողացան։ Կեսգիշերնաց ծառայություն էինք իրականացնում Ավետ Ավետիսյան փողոցում օպերատիվ խմբով, երբ նկատեցինք անկանոն երթևեկող Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որը մտնում էր շենքերի բակ եւ դուրս էր գալիս։ Շենքերի բակում մեկ-մեկ կանգնում էր 2 րոպեով, 5 րոպեով։ Երբ մեքենան կորցրեցինք 5-ից 10 րոպե, այնուհետև շենքերի մեկի բակից մեքենան դուրս գալով փորձեց արագ ընթանալ։ Մենք հետևեցինք մեքենային, կանգնեցրեցինք։ Սրահում գտնվում էին 2 հոգի, որոնք նույնպես փորձեցին դիմել փախուստի։ Մենք նրանց բռնեցինք եւ բռնելուց հետո մեքենայի սրահի մեջից հայտնաբերեցինք գազի բալոն։ Մեքենան եւ ուղևորներին տեղափոխեցինք Արաբկիրի ոստիկանության բաժին, այնուհետև պարզեցինք, որ մեքենայի սրահում գտնվող գազի բալոնը գողացված էր։ Շուտով կատարվածի մասին տեղեկացավ նաև առավոտյան նոր արթնացած մեքենայատերը, որը հրավիրվեց ոստիկանության բաժին եւ հաղորդում տվեց գողության մասին։ Արաբկիրի քրեականի աշխատակիցները առավոտյան ժամը 7-ին զանգ արեցին, խնդրեցին, որ իշխեն բակ։ Իջաբակ տեղեկացրեցին, որ մեքենաս թալանված է, գողերին էլ բռնել են։ Հաջորդ օրը գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնում էր մեկ այլ երիտասարդ, 1989 թվականին ծնված Արման Սաքեյանը, որը ոստիկանությունում էր հայտնվել նույնպես մեքենայից գողություն կատարելու համար։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 26-ին։ Նա Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում աչքի տակ էր առել արդեն ավելի թանկարժեք Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա, բայց ի տարբերություն նախորդի Սաքեյանի նպատակը ոչ թե մեքենայի գազի բալոնն էր, այլ առջևի լուսարձակները։ Հմտորեն գողացել էր ու դիմել փախուստի։ Իրավապահներից խուսափել սակայն չկարողացավ։ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում շուտով բացահայտվեց եւ ստիպված էր կամավոր ներկայանալ ոստիկանության Արաբկիրի բաժին ու խոստովանել մեղքը։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է, քննությունը շարունակվում է։